Այս նկարը, որ գտեսնեք, sorry, no vacancy, դիշտ մեր դան հարևանի լուսամուտի վրա տրված էր, նկարեցի։ Առաջին անգամ գտեսնեմ այսպիսի ծննդյան, այսպես զարդարանք։ Դեղ չունենք։ Հիսուսուն դեղ չունի սոս։ Երբևիցե բադահել է, շնորհավոր նոր տարի, բոլորի շնորհավոր նոր տարի։ Ես Սուրբ Ծնունդը ողջույն բոլորիս, նոր թեմքեր եմ տեսնում եւ սիրտս ուրախ է։ Երբևիցե բադահել է, որ քեզ մի դեղ են հրավիրում, հրավիրված ես եղել, բայց այդ բարի գալուստի ջերմությունը չես զգացել։ Have you been invited without being welcomed? Ներս ես մտնում, սենյակում ես, տահլիճում ես, դանն ես, հրավիրված ես, բայց քեզ օդար գսկաս։ Այդ ջերմությունը չես զգար, չես ամեն ինչ պաշտոնական է։ Ծերնվին քեզ հետ կսեն ուրախ ենք, որ ներկայացվեց, բայց պաշտոնական է։ Ժպիտները օդար են։ Հյուրասիրությունը որովհետև ոսես հրամեցեք։ Գիտես, այդ ջերմությունը, այստեղ է դարբերությունը ներկայության եւ պատկանելիության. The difference between presence and belonging. Այսպիսին էր Տեր Հիսուս Քրիստոսի բարական։ Մարդկանց մեծամասնությունը հոժար են եւ պատրաստական են Հիսուս մանուկին ընդունել։ Մսուրի մեջ ծնված այս փոքրիկ մանուկին ընդունել, սիրել, քրգել, քուրքուրալ, բաշտել, այսինքն դարվա այդ կիրակին հաճախել, եկեղեցի գալ, դոնել իր ծնունդը, նվերներ փոխանակել։ Շատեր պիտուզեն այդ փոքրիկ մսուրի մեջ անօգնական Հիսուս մանուկին ընդունել։ Բայց երբեք եւ միշտ ու անընդհատ խուսափելու են հանձնվել նրան, խուսափելու են նրան հանձնվել, երևի ցայնս բարձր եղավ voice message, բայց խուսափելու են հանձնվել նրան, խուսափելու են ընդունել այդ մանուկին որպես Աստծո որդին, Հիսուս Քրիստոս Աստծո մարդը, Աստծո որդին։ Մենք չենք ուզեր այդպես Հիսուս, մենք փոքրիկ Հիսուսը լավ է։ Ճիշտ այստեղ է առաքյալի խոսքը, որ գսե Աստվածպաշտության գերբարանքը ունին, բայց անոր զորությունը ուրացած են, մերժած են։ Sorry, no vacant, we have no vacant place. We don't have place for you, Jesus. Եվ ասիկա հստակ հայտարարություն մնե Քրիստոսին մերժելու մեր կյանքից։ Գիտեք, երբ որ Հիսուս մանուկը ծնվեց, իր մայրը Մարիամ ինչ արեց, Հիսուսին վերցրեց եւ դաջարը գնաց Սիմեոն քահանային։ Okay? Եվ հենց Սիմեոն քահանան վերցուց Հիսուսը իր քրգերու մեջ այդ մանուկը իր քրգերու, այդ մանուկին նայելով մանուկ չտեսավ հոն տեսավ իր փրկիչը,
մանուկին նայելով դեսավ իր Աստվածը։ Մանուկի երբ իր կրկին մեջ է, ինքը բաշտեց այդ մանուկին։ Նույնը արեց նաև Աննան, որբևարի Աննան, ձեր դարիքը արած Աննան, դարիներ սպասում էր իր փրկչին, մարգարեությունները գիտեր 5 դագարանում, եւ նորեն երբ որ ինքը դեսավ Հիսուսին, ասավ իմ աչքերս դեսան իմ փրկությունս, Հիսուսին մեջ դեսավ իր փրկությունը, իր փրկիչը, իր Մեսիան, իր Տերը եւ իր Աստվածը։ Նույնը արեցին հովիվները։ Եվ գսե տաշտի մեջ հովիվներ գային, որոնք իրենց արոդիկ, եւ երբ որ դեսան հրեշտակը իրենց բատկամը տվավ, վասնզի երկնքի բարձրության մեջ Աստուծո փառք, երկրի վախաղություն, մարդոց մեջ հաջություն, վասնզի այսօր ցեզի Դավթի քաղաքի մեջ ծնավ փրկիչ Մեսիան, որը փրկիչ եւ Տեր է։ Եվ գսե հովիվները կացին դեսնելու եւ որպես երկրբակություն ունեն։ Մանուկին աչևով երկրբակություն ունե, եթե ես չգիտակցիմ, թե ով է այս ծնված մանուկը։ Բաշտեցին նրան, նույնը արեց, ինչպես քիչ առաջ երգեցինք, մոգերը, ոսկի, գնձուկ եւ զմուրսպերին, որը գխորտաբատկեր է Հիսուս Քրիստոսի թագավորությունը, նրա մահը եւ նրա հարությունը։ Եվ գսե երկրբակություն ունին Հիսուս Քրիստոսի առաջ, բաշտե երկրբակել գսե երգիրը բակնել, միջև բերան երգիրը բակնեցին, որու արարիչը այս մանուկն էր։ Մոգերը գեր իմաստուն մարդիկն էին այդ ժամանակվա։ Աստղագետներն էին, ժամանակները քննողներն էին, գիտնականներ էին, զոբարդ մարդիկ չէին, աստղերի նշաններով կդան ուր է GPS աստղեր եւ ամեն ժամանակները եւ երկնքի նշանները հասկացող մարդիկ էին։ Եվ տեսան երկրբակություն, նախքան քալը արդեն նվերներով եկած էին, եւ յուրաքանչյուր նվեր իր մեջ խորունկ աստվածապանական եւ մարգարեական խորհուրդ կար, որոնք իրեն ճանաչեցին ով է այս մանուկը։ Եվ պաշտամունք երկրբակություն արեցին, երգիրը բակնեցին, այն երգիրը, որու արարիչը հիմա իրենց առջևն էր։ Վաու։ Դեղ չունենք։ Բնական է դեղ չես ունենար մեկում համար, երբ չես ճանաչում նրան։ Շատեր այս ծննդյան Քրիսմաս կամ ծննդյան օրերին պիտի հարգեն, պատվեն, սիրեն, haman yavrik Հիսուսը ծնունդ իրենց դուները պիտի զարդարեն մսուրներ կառուցելով, լուր քիշեր, սուրբ քիշեր երգելով։ Հիսուսը որ դակավին չի խոսում, Հիսուսը ով դակավին չի հանդիմանում, Հիսուսը ով դակավին իր հավիդենական օրտնություն ընկրգող բադվերները չի դալիս։ Լավ է, այդպեսից դուր, մունչ, մանուկ, փոքրիկ կընտունին։ Աշխարը գընտունի մանուկը խանցարուրով պատտված է խանցարուրով, ցերկերը, ոտքերը, գիտեք, Հայաստանում այդպես էր, երբ որ աղջիկը սրուտը ծնավ եւ Սուսան դադիկ մունին, անոնք որոնք Սուսան Հասմիկ դոկտորյանը եկած է, դեսած է, անգար, չէ, Սուսան դեսավ, երբ որ մեր փոքրիկը ծնva մեզ օդար էր ջերմակ լաթով գփատեր սելակույր, ամպո ցերկերը, ոտքերը գլողացել գփատվել, քեչերուտս ոչ մի շարժ չեր գարանի։ Այսպես փաթա խանցարով փաթաթված, դադիկը գոնե թաթիկներ, նո, մի փաթաթվի, որ մի խոսքը, խանցարով փաթված փոքրիկին գսիրեն, բայց չեն ընդունում ճշմարտությամբ փաթաթված Հիսուս Քրիստոսին։
The world welcomes a baby wrapped in sweating clothes, but resists the man wrapped in truth. Եվ ասիգա հստակ հայդարարություն մնե, լուր հայդարարություն մնե, որ քեզ համար դեղ չունենք մեր կյանքում։ Sorry. Մերժված ես տուն։ Այո, աշխարհը պետք դու մեր դեղ օդար ես տուն մեզ համար։ Քրիսմասի ծննդյան պատմությունը մեր ժողականությամբ է սկսվում. The Christmas story begins with rejection. Բայց ասեմ ճիշտ ինչ rejection-ի մասին է։ Ասեմ կարևոր ճշմարտությունը պիտի փորձեմ փոխանցել, որ կարծում եմ շատերիս համար նորություն պիտի լա, որ այսքան տարիներ սխալ հասկացած եւ միգուցե մեկնած եւ ադորը վրա քարոզներ կառուցած են միգուցե։ Ուգաս 2:7-ի մեջ կսե Մանուկի մայրը խանցարուրով պատտեցինք եւ մսուրիմը մեջ թրավ գսե։ Ինչու։ Գսե որովհետեւ մացեր բոլոր աստվածաշնչյան թարգմանություններում եւ անգլերեն եւ հայերեն եւ արաբերեն եւ շատ լեզուն բիդիսե որովհետեւ գսե բանթոգին մեջ դեղ չի գար կամ որովհետեւ իջևանում դեղ չի գար կամ there was no place in the inn I and in hotel այսօրվա խոսքով in այդպես կրված է sorry no vacant եւ գիտեք շատ աջախ այս խոսքերի վրա ծննդյան պատմության վատ մարդը բանթոգի դերն է դեր չդվավ եւ մեկ ադոր վրա կգարուցենք պատկան որն է ինչպես Հիսուսը պիտի ծներ Մարիամ ովսեփերին սա դեղ չունիմ եւ կացի մսուրի մեջ դրին ախորի մեջ եւ այդ բանթոգի դերը վատ մարդը նկարագրած ենք շատ հաջող կամ Եվ ուշադրությամբ կսերդենք փնակիրը կարևոր ճշմարտություն մգա որ կարծեմ որ արժե այս ծննդյան օրում կենտրոնանք ադոր վրա եւ փորձենք բացահայտել եւ փնակիրը կգարտանք աստվածաշնչի որը հունարեն լեզվով գրված է նոր գտակարանա Բիդեսնենք թե ինչքան սխալ մեկնված կամ հասկացված է եղել այս հատվածը որ հատվածը, որ թուրը թագեցին, բացեց, իջիվանին դերը, սավ նո դեղ չունիմ կեզ գնացեք և մսուրի մեջ դրեցին։ Եվ վադամարդ կներգայացնենք բանթոգա բեդին։ Իջևան բանթոգ կամ in, որ գսեն, եթե հունարեն թարգմանենք երկու փառք օգտագործեն կամ քսենոդոխիո կամ փանդոխիո որ այսօրվա հոթելն է հոթել կամ մոթել որ գվճարես սենակ դրամատել հյուրանոց բանթոգ իջևան այդ փառը օգտագործվի հունարենում Ղուգասը որ այս նամակը գրե հույներ Եվ շատ լավ գասկնար հունական լեզուն և մշագույթը բանթոգ կամ իջևան, որ ասինք պանդոխիո կամ քսենոդոխիո օդարների համար նախադեսված դուն և որ գջանաբարորդեն գվջարես և սկեզ դեղ գուդամ այդ նույն բարը նաև գողտակործվի մենք փոխած ենք Փարիս համարացի բատմության մեջ և որ Պատմությունը գիտեք Փարիս համարացին հրյամը որ զարմայում կփռնեն եւ գտնեն բանթոգ մդարավ եւ սա որ թոմնա ինչ որ պետք կլա վերադարձ ստորեն կվճարեմ եւ այդ բոլորը մեկնված թարգմանված է որպես հյուրանոց բանթոգ իջևան
հոթել։ Բայց ծննդյան պատմությունում Ղուգասը, մանավանդ Ղուգաս 2:27-ի մեջ, որ գսե դեղ չի գար եւ իջևում, երբեք այդ բառը չօգտագործեր քսոնոդոխիո կամ պանդոխիո։ Ուրիշ բառ մը օգտագործե։ Գսե դեղ չգտնվեցավ ստին կատալիմա։ Կատալիմա։ Ինչ է նշանակում կատալիմա։ Կատալիմա չի նշանակում ոչ բանթոկ, ոչ հյուրանոց, ոչ էլ իջևան։ Կատալիմա նշանակի ըստ անով որոն Բեթլեհեմ եղած են հին ժամանակ կամ նվուշներ տեսած են Բեթլեհեմում, Հուդայում, Միջին Արևելքում, մանավանդ Իսրայելում դուները քարագուսի էսպես 4 բադ էին, վրան ուղիղ դանիքմա, այդ 4 բադերի միջև խոհանոցներն ընջասենյակ եզան, ամեն հոն է։ Ընդանիք հոն գաբրեր, բայց գրեթե բոլոր դուները իրենց դան վրա, սեփական դան վրա, դուրստան ախոր ունեին շատերը, որտեղ գենթանիներ գաջացնեին հավ, ոչխար կամ եթե ունեին այդպես, վերևի արգը սենյակ ունենային, որ եթե իրենց ազգական, բարեկամ, ձանոտ, ընկեր, ուրիշ քաղաք է, Բեթլեհեմ կամ քաղաք այցել էր, իրան ընտանիքի ձանոթն վերը սենյակ մուգուդային, իրենց սեփական դան վրա, որը կոչվի կատալիմա, կատալիմա, չէին վճարի, իրեն դան անդամն եք ու կար և հոն վերը սենյակ մուգուդային, ուրեմն guest room, spare room, upper room, ճիշտ նույն բարի Հիսուս կօգտագործե կատալիմա հաղորդության երեգոն որ բիդունային խաչելութենեն առաջ աշակերտներն գուսեկացեք այսինչ դունը եւ հարցրեք ինքը ունի կատալիմա իր դան մեջ վերև սենյակ մգա որտեղ մենք կարող ենք հավաքվել եւ հաղորդության սեղան ունենանք եւ այլ ոչ բանտոկ է ոչ էլ իջևան է ոչ քսենոդոխիո է ոչ էլ պանդոխիո է ոչ հոթել էր ոչ էլ մոտ այլ դուն մներ մենք չոմ արած բոլոր ասում եմ մի դեղ ենք գնալու այլ կատալիմա այս բոլորը նշանակում է որ երբ Մարիամն ու Հոսեփը Բեթլեհեմ հասան շատ հավանաբար Հովսեփի կամ Մարիամի բարեկամների դունն էին եկել եւ որովհետեւ հղի էր Մարիամը Հիսուսով հավանաբար այդ օրերին որովհետեւ նաեւ արցանախություն միտլար շատ ուրիշ բարեկամներ ալ եկած էին Բեթլեհեմ եւ արդեն իրենց բարեկամի ծանոթի այդ դան ներքև բոլոր լեցուն էր նույնիսկ վերևը կատալիման լեցուն էր եւ որ դուրը թագեցին ոչ թե որպես գոշտ ու գոբիս կամ գիտնալով որ Հիսուսն է ծնվում աշխարհի փրկիչը եւ Մեսիան է եւ մերժեց նո այլ դեր չունիմ արդեն հյուրերը հոպարի դղանքերի եկած են լեցուն բայց ցեզի դեղը պիտի պատրաստեմ եւ շատ հավանաբար արդեն նախորդ գիտնալով որ մեծ խջողում բիդլար Բեթլեհեմում իր ախորի գենթանիները հանել էր որով դեմը չնշեր որ ոնդեղ անասուններ գային գսե մսուրում բայց չնշանակում որ մենք ոնդեղ գովացի գենթանիներ դղատրում ենք սարքել ենք շատ բաներ որ մի խոսքով եւ մսուրը դվավ անդեղը Եվ այդ ժամանակվա մսուրները, գենթանիները, որ գբայում ճիշտ դունի մոդիկ էր, որպեսի գենթանիների ջերմությունը դունն ալ դակացներ ծմեր օրոք, մեր խոսքով, ուրը մսուրի մեջ բարգեցուց, դեղ դվավ, այսի, ինչ ունիմ այդ փոլորը գուդամցես, դանդեր ասեց, այս փոլորը Ինչու փորձեցի ներկայացնել եւ մատնանշել, որ հասկանանք Հիսուսը ում կամ որոնց կողմ է մերժված էր։ Հիսուս մերժված չէր այդ դնից, այդ դան դիրոջ, դան հարգիդակ լինելուց իր ծննդյան օրոն, այլ Հիսուսը մերժված էր անգում աբրած աշխարեմա Եվ ման պիտի տեսնենք Դան դերը որ
իր թուրը թագեցին, իր մերժելը մտադրված չէր ուզում մերժի, գուզեր ընդունել։ Հիսուսի մերժողը, որ մտադրությամբ մերժեցին, ժամանակվա աշխարհն էր։ Ժամանակվա աշխարհն էր։ Ժամանակի եւ նույնիսկ մինչեւ այսօրվա աշխարհի համագարկն է, որ մերժեց իր փրկին։ Գրոնական առաջնորդները մերժեցին փրկին։ Քաղաքական առաջնորդները մերժեցին Հիսուսին եւ հիմա մենք տեսնենք առաջին քաղաքական առաջնորդ Հերովտեսը, որ մերձրել տվավ 2 տարեկան եւ ներկե բոլոր մանուկները։ Հիսուս մերժվեցավ այն մարդկանց սրդերում դեղ ունենալ, որոնք քիչ ետ բիդասեին խաչահանե նրան։ Մենք չենք ուզում ոչ այս մանուկին, ոչ էլ մեծացած Հիսուս խաչահանե։ Գիտեք, սա ծննդյան պատմությունը ոչ միայն մանուկիմը ծնունդն ենք նշում դարի, հունվար 6, դեկտեմբեր 25 կամ երբ որ կնշես։ Դա չէ։ Ծնունդի իմաստը դա չէ։ Ծննդյան պատմությունը Հիսուս Քրիստոսի հետևյալն է, որ Աստված երկինքներն ու երկիրը արարող գենթանի Աստված մարմին գարն է աշխարհ գուքա, որբեսի աշխարհը փրկե, աշխարհին իր փրկությունը առաջարկե, դրամատրի եւ բարգեւի։ Որը մսուրը, երբ որ ես մսուրին գնային, եւ չեմ տեսնեմ մսուրում խաչը, գողկոթան, փարած դակը, անոր հարությունը, անոր աստվածությունը, չես ընդունել, գմերժեսինք։ Դրա համար երբ որ Հիսուսի մասին նույթ կգնա, կամ Հիսուսի մասին կմտածեմ, կամ ծննդյան օրերում Հիսուս մանուկ, ինչ կտեսնեմ ես Հիսուսի մեջ։ This will make all the difference. Թե ինչ կտեսնեմ Հիսուսի մեջ, ամբողջ իմ դեսահայացքս, պերսպեկտիվս մի փոխե Քրիստոսի մասին։ Ծննդյան օրերին բոլորս ալ հրավիրվեցինք, գնացինք, բարեկամ, ծանոթ, ընկերներ հրավիրեցինք, կամ մենք հրավիրվեցինք։ Մի քանի օր առաջ դուն հրավիրվեցանք։ Սեղանի շուրջ կային հարազատ ընկերներ, բարեկամներ, եղբայրներ, քույրեր եւ երդասարտը, որում վերջերս ծանոթացել էի, հարգում եմ նրան, ամուսնացած զավակներուն եւ զուրից խոսա, երբ որ գիտես հասկանում են կամ նկատում են, որ սեղանի շուրջ կա հոգևոր առաջնորդ եւ այլն, գուտակված հարցեր ունեն եւ փորձում են հարցեր տալ։ Նկատեցի, որ այս երդասարտի դված հարցերը ոչ թե դրվում է պատասխան ստանալու համար, այլ հարցերը դրվում են, որբեսի հարցագողական քրիստոնեության, Քրիստոսի եւ այս ինչ որ գադարվի եկեղեցական մի հարցագումը իրակորձ է։ Հասկացա։ Հարցերը սկսեց տալ եւ իրեն ասացի. ընկեր, բարեկամ, ես քո ցավը դանեմ, աղբեր ջան, թույլ գտաս պատասխանեմ։ Հարց հետևից ուտում։ Ես հենց սկսեցի պատասխան տալ, ընդհատում էր եւ այլն։ Ասի, գիտես մեր մեծակույն խնդիրը ուր է։ Մենք չենք լսում։ Դու չես լսում ինձ, որ հասկանաս։ Դու ինձ լսում ես, որբեսի սպասես, երբ պիտի շունչարը մեղանգ դու քո պատասխան դասի համբերես, խնդրում եմ։ Լսի, որ հասկանաս, եւ փորձեցի հանգստացնել, շատ դժվար փորձեցի։ Եվ հարցերը, մա ուրեմն այդ հարցերը, որ դալիս էր Քրիստոսի ծննդյան, ով է նա իր ինքնությունը, բոլոր ամբողջությամբ գալիս էր աղավաղված աղբյուրեմը։
Եկեղեցու անտեպ իր որդեգրած գաղափարը եւ փիլիսոփայությունը գալիս էր ոչ աստվածաշնչյան հիմք ունեցող եկեղեցվո այդ մոդելներից։ Եվ փորձեցի բացատրել եւ այլ սիներներ մի րոպե։ Սկսեց Հիսուսին տպնալ, նայեցեք։ Ես ոչ իրավաբան եմ, ոչ ամեն կարող ենք պաշտպանել Հիսուսին, բայց ես այդպես մի հատ վատ խասյատ ունեմ, վատ բնավորություն։ Չեմ կարող հանդուրժել, եթե մեկը Հիսուսին գտնի։ Ես ինչ չեմ, մի լավ գդոր չեմ միգուցե, բայց երբ որ Հիսուսին են գտնում, չեմ կարող Ահարոն ջան։ Չեմ կարող։ Մի դաշխատին վրաս, չէ, արիլը պար որ ավելի հանդար դնեմ, բայց երբ որ Հիսուսին սկսեց գտնել նեսնը մի րոպե։ Չես կարող Տեր Հիսուս Քրիստոսին գտնել առանց նրան ճանաչելու արտոնությունով։ Դու ճանաչում ես ով է նա։ Եթե հիմա ես քեզ քո գնոջ քո երեխեքին գտնեմ վատ իմաստով, դու ինչ կանես։ Գահանտուրժես։ Դիզս կբոգես գլխից։ Խեղդես ինձի։ Ասի նայր բարեկամ, դու գտնում ես մեկին, ում չես ճանաչում, դու դրա մասի միալ լսել որ փոքրիկ Հիսուս մանուկ։ Դու Հիսուսին երբ որ նայում ես, դու նրան տեսնում ես ով անօգնական, մեկը որ աբորինի ծնունդով աշխարհ եկավ, աբորինի։ Հрьяաներն այդպես ասին, մենք մեր հայր Աբրահամ ունենք, ասեն, մենք գիտենք որտեղից եկան, դու որտեղից ես։ Գպան Հովսեփին եւ Մարիային, աբորինի ծնունդով եկած, ուր է քո բաբան երկրավոր։ Եվ փորձեցի հանդերձի, խնդրում եմ, Աստվածաշունչ կյանքում գարթացած կաս, ամենը գիտեմ, հնգեր ջան, մի թերթ չի ընթերցել, բայց ես գիտեմ, գարթացել եմ, նենես, դեդես, հոպարս, դադիկս, գիտեմ ինչ կիրկերուն ենք, ապեր դու գարթացել ես, դու ջանա, որ այս է Հիսուսը, սկիզբեն էր բանը Աստծոքով էր, և բանը Աստված էր, և բանը լողոս, են արխիոլողոս, ο լողոս, են Եվ բանը մարմին եղավ ու մեր մեջ վրանապանա, դու Քրիստոսին պիտի ճանաչես, այսը գարթալով եղբայր։ Իրավունք չունիմ ես գարձիկ քաղաքապար դալ բանի մասին հստակ եւ էդի դոկտրին սարքեմ, որու մասին չեմ սերդած խորած։ Եթե ես հիմա մոդենամ Արիել եղբորը, որ ջարդարաբետ բենժին, և ասեմ, որ ես որոշ քաղաքապար ունիմ այս դուները կամ այս կործը կամ գծակրել, ինձի կործ կուդաս։ Արի գսե, արի, ստե նստիր 5 տարի, ինչ կոն պետք է, եթե ուզում ես սորվեցի, հետո։ Ինչո քաղաքապարը, գարձիկը ունենալով չես կարող դրա վրա գառուցել, խնդրում եմ ասի, այս տարվա մեջ գարտա սերդի ճանաչի Հիսուս Քրիստոսին։ Հայաստանում եղբայրը ունենք 20-30 տարի առաջ բժշկականը ավարտեց 7 տարի սովորեց Հայաստանում բժիշկ եղավ շատ 7 վգայգարստան հետո Ամերիկա պիտի դեղափոխվեց 2018 թվականին էր տարիներ վեճ, երբ որ իրեն հանդիպեցի Լենքեսթեր և նույթ եղավ, ասի եղբայր ինչ եղավ այդ վգայգանը Հայաստանում հիշում եմ սովորում էր, ասի հենց Ամերիկա եկա, որ պետք է բժշկական դեմաներ, այդ սերտիֆիկատ վերցին և ասի նայ ասոր դեղը ուր է, աղբանոց, 0-ին բիլի սկսիս, 7 տարի ևս սովորեցի իսավ։ Ես միացյալ նահանգներում որ դեղափոխվեցի Երևանի Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունք ունեի, driving license։ Շատ ավոր հայկականա։ Հոս եկա, գնացի DMV, Ռոզմիտ, ասի որ ես հայկական ունիմ, ասոր հիման վրա ինձ գուրա Կալիֆորնիայում բարացյորում վերցուց, ասավ, չի բռնեց, իրեն դվի, no, ասավ, նայեցեք ինչ ասավ, and I quote, we even do not consider this as a driving license։ Հոպ! Վերցուցի կովս բահած եմ, ինձ համար թանկ ենա։ Աստծո հետ ճամփա պիտի ելես,
Աստուծո հետ հաղորդակցություն իր թրմզերով պիտի գնաս։ Հիսուս մերժված էր իր ծնված օրից, ոչ թե կատալիմայում, այդ ես չեմ հարում մեր, այդ ես համարում եմ ընդունելություն, սեր, որով դեղ դվին ինչ որ ունե դա դվավ, whatever I have, ես գուդամ քեզ, փոքրիկին ցեզի։ Այլ Հիսուս իր ծննդյան օրվանից մերժվեց աշխարհիկ Հերովտեսը, քաղաքական առաջնորդը մերցնել ուզեց։ Հիսուս մերժվեց իր տան մեջ, իր դունը եկավ, իրեններուն եկավ, և իրեններ զին չընդունեցին, մերժվավ իր hometown իրեններից։ Հիսուս մերժվավ գրոնական առաջնորդներից։ Հիսուս մերժվավ, որովհետև ճշմարտությունն էր խոսում։ Հիսուս մերժվավ նույնիսկ իր հետևորդներից։ Դեմը ասավ, որ իր աշակերտներից շատերը լքեցին և դարձավ իր 12-ին ասավ, միթե դուք գուզեք ինձ լքել, միթե դուք ինձ գուզեք մերժել, միթե դուք ինձ գուզեք հեռանալ։ Պետրոս ասավ, դեր որու երթանք, միայն քո մոտ կան հավիտենական կյանքի խոսքեր, որովհետև նրանք ովքեր հեռացան Հիսուսից, ասին որ շատ ծանր է նրա խոսքը։ Ծանր է, չենք կարողանում մարսել, մեր գոգորտին մնաց։ Չենք կամ շնչենք։ Ծանր է պատվերները, ծանր է խոսքը։ Եվ թողեցին։ Թադական իրավական համագարքը զիգ մերժեց։ Հիսուս նույնիսկ իր մահվան ժամանակ մերժված էր, քաղաքին դուրս ուզեցին անել, խաչերի այդպես սկսե։ Եսայա 53:3-ի մեջ սկսե, նա անարգվավ և մերժվեց մարդոց կողմը։ Ամենացավալին, որ միջ կսերդեի ասիկա, Հիսուսի մերժումը գտեսնենք եկեղեցիները։ Հայտնության գիրքը, երբ որ գացնենք, Աստվածաշնչի վերջին գիրքը, հոն գտեսնենք հայտնության 3 Լավոթիկեի եկեղեցին գսե, արդեն Հիսուս դուրսն է հայտնվել եկեղեցուն և թուրն է թագում։ Ներս կընդունեք ինձ, գնշեն դրսում է Հիսուս։ Եկեղեցուն, Լավոթիկե եկեղեցուն է գրված այս նամակը։ Ես դուրսը կանգնած և թուրը կթագեմ։ Եթե բանակ կմտնեմ, ընտրիկ Հիսուս եկեղեցին դուրս հայտնված է։ Ոնց կարա եկեղեցին և Հիսուս մեկ չեն, այո, բայց ինչպես հնարավոր է Հիսուս եկեղեցին դուրս լա, հնարավոր է։ Ավարտեմ։ Թեև Հիսուսը he was rejected, մերժված էր աշխարհի կողմը և մարդկանց կողմը և շատերի կողմը, բայց Աստված այս մերժված Հիսուս Քրիստոսը բարձրացուց և գսե անոր անուն մտավ, որ ամեն անուն է վեր է, որպեսզի անոր առջև ձնդրատնեն երկրավորները և սանթարամետականներուն գտնվողները, որպեսզի թավանին, թե Հիսուս Քրիստոս դեր և Աստված է։ Հիսուս Աստված օգտագործեց մերժված Քրիստոսը մարդկանց փրկություն բերելու։ Թեև մենք մերժեցինք Քրիստոսին, բայց Քրիստոս եկավ, որպեսզի երկնքի դռները բացանի և մեզ ընդունի դեպի հավիտենական իր փառախը։ Այս է այն Հիսուսը, որ դու փորձում ես մերժել։ Հիսուս Քրիստոսը մերժելով, սիրելիներ, մենք մերժած կլանք անոր ողորմությունը, անոր շնորհքը, անոր սերը, անոր բերած փրկությունը, հոգևոր արժեքները, հրաշքները, ճշմարտությունը եւ խաղաղությունը։ Երբ որ Հիսուսը կմերժես, դու մերժած ես լինում ամեն ինչ, որ դու պետք ունիս, քո հոգին գարիքն ունի։ Հիսուսը մերժելով դու աննպատակ, անիմաստ, անհույս, անլույս կյանքով ես ապրում, խարխափելով ես քայլելու, խարխափելով կյանքում։
Հիսուսը մերժելով ծանր է, բայց ճշմարտությունն է։ Հիսուսը մերժելով մեր կյանքը վերածում են ոչ թե մարդկային կյանքի, այլ անասնային կյանքի հավասար։ Ուդեմ, խմեմ, լավ հագնվեմ, լավ օտո կշեմ, լավ դուն ունենամ, մի հատ էլ ունենամ, 3 հատ ունենամ, այս երկրում էլ ունենամ, միայն ունենամ։ Պետք է քեզի ոսկե թագաղի մեջ դնեն, աշխարհի ամենապատվավոր թաղման արարողությունը կատարեն, հողին հանցնեն եւ լինես որդերի գերագուրը։ Միթե դրա համար մենք ստեղծվեցինք։ Երբ որ Աստծուն գանեմ, Քրիստոսը գանեմ այս բոլոր դրանք այս է կյանքս։ Դրա համար մարդկանց մեծամասնություն այս երկրավոր բաներով են ապրում, առաքյալը գսե վերի բաները փնտրեցեք, վերևի բաներում վրա մտածեցեք, այնտեղ որ Քրիստոս պիտի կա եւ մեզ հոմ պիտի տանի։ Շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ։ Հիսուսի ծնունդը նշելիս ինչ ես նշում։ Հիսուս ասելիս ինչ ես հասկանում։ Մենք ոտանավոր ունենք, Հայաստան ասելիս մազերս փշակաղվում են, աչքերս սիրտս տրոփում է, Հայաստան ասելիս շատ լավ է, շատ։ Հիսուս ասելիս ով է քեզ համար Հիսուս։ Կարծում եմ, որ այս ծննդյան օրերին լավագույն բադայությունն է գանք մեր դուրս արի, քայլի, դուրս արի, քո ներքին աշխարհը, մեկ ինձ հարցնեմ, ով է Հիսուս ինձ համար։ Եվ պերսպեկտիվը պիտի փոխվի։ Աստված օրհնեցես։